առաջ են քաշում։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը նվիրված է հղումներից բխող հարցապնդումների վրա, որտեղ մեր ընթերցողները կամ դիտորդները լույս աշխարհում առաջ են քաշում։ Հիմնականում հայտնվեցին հղումներ, որտեղ արտացվում էր հրեական ժողովրդի գրվածքները, գրականությունը, նրանց ազգային հերոսների հետ առնչված պատմություններ եւ հրեական ամալեկ աղամեկ, այսպես ասած, հակասությունները բխող, որտեղ որ գյումրեցին որոշ պարզաբանումներ էր դրել եւ փաստեր էր բերել։ Մեզ համար ամենակարևորը, որ պիտի այս հաղորդման ժամանակ հիմք հանդիսանա, հետեւյալն է։ Հրեական մշակույթը կամ հրեական գործիչները ամենուրեք աշխարհում սկսած հայագիտական ամբիոններից, Ամերիկայով տեղավորված, մինչև Եվրոպայով եւ նույնիսկ մայր Իսրայելում, այնտեղ հետաքրքրված են հայկական պատմությամբ, գրականությամբ, ազգային հերոսներով, ավանդապատումներով, կարճ ասած ինստիտուտներ են աշխատում այդ ուղղությամբ։ Դա իհարկե նրանց կողմից գովելի է, որովհետև ինչքան շատ բան իմանաս, այնքան ուշ կծերանաս, այսպես է պատմությունը։ Բայց մեր կողմից ոչ մի հետաքրքրություն կամ հետազոտություններ չեն տարվում հրեական մշակույթի նկատմամբ, պատմության մշակույթի, պատմության նկատմամբ, գրականության նկատմամբ եւ վերջը առաջանում է դիսբալանս։ Նրանք հետաքրքրված են մեզանով, նրանք սովորում են հայերեն, արևելահայերեն, արևմտահայերեն, բարբառներ, արդեն գիտեք հաղորդումների ժամանակ։ Մենք իրենցով հետաքրքրված չենք։ Մենք նրանց ոչ լեզու գիտենք, ոչ եբրայերենը գիտենք, ոչ գոնե չենք փորձում հասնել նրան, որ նրանց գրվածներում պատմությունները հետազոտենք եւ իմանանք գոնե մեր մասին ինչ է գրված։ Եվ այսպես այս թյուրիմացական անհավասարակշռության մեջ հայտնվում են երևույթներ, ինչպիսին է, ասենք, մեր հղումների մեջ գրված է, որ հայ հրեական թշնամությունը ալամեկ հրեական ինչ-որ հիմքեր ունի, անհասկանալի, մարդիկ հետաքրքրված են, թե ինչու է այդպես, որ հրեաները պատմական անհաշտություն ունեն հայերի հետ, եւ դա ինչով է պայմանավորված, բայց հակառակը չկա այդպիսի բան, ընդհակառակը, եթե նրանց հակադրությունը հայերի հետ գալիս է պատմական անցյալից, ապա մեր հակադրությունը նրանց է այնքան թարմ է, որտեղ մենք չենք հիշում, թե ինչու՞ն է բանը, որը կապված է անմիջապես ցեղասպանության հետ։ Այսպիսի մի պատմություն է ստացվում, եւ մենք շփոթված ենք։ Նրանք հաստատում են, մենք չգիտենք, եւ մեր միայն հիմքերն այն են, որ, ասենք, հրեական համաշխարհային կազմակերպությունները, նրանց լիդերները, ընդունեցին, որ Սալոնիկի հրեա երեք թուրքերն էին, որ կազմակերպեցին սուլթանական կայսրության տապալումը եւ նրա ոտքի տակ գնաց ամբողջ հայկական տարածքները, ինչու համար հիմա հարցեր են առաջացել։ Միթե այս երևույթը, որ արևմտյան Հայաստանը կորավ հայերի ձեռքից եւ բնակչությունը եւ ունեցվածքը եւ իրավունքները ամեն ինչ, կապված չէ պատմական անցյալում հայ-հրեական հակասությունների մեջ, որը արտացոլվում է նրանց թալմուդի մեջ, գրականության մեջ եւ այսօր լույս աշխարհի հղումների մեջ էլ հայտնվել են, թե այսպիսի բաներ կան եւ մենք բոլորս, դուք էլ երևի հետագայում այս հարցերը արտացոլելուց կմնաք շփոթված, թե այս ինչ բան է։ Հայերը հետաքրքրված չեն իրենց պատմական անցյալում հակառակորդ հռչակած հրեաները, որտեղ հատուկ գրքերի մեջ գրած է հայերի նկատմամբ այսպես, ալամեկ այսպես, եկան այսպես, գնացին այնպես, իսկ հայերի մոտ ոչ մի բան չկա։ Ընդհակառակը հայկական բոլոր եկեղեցիները մեր երկրագնդի բոլոր ծայրերում, գաղթօջախներում երգում եւ փառաբանում են Երուսաղեմը եւ մարդկանց ցանկանում դեպի վերին Երուսաղեմ կոչերով, որտեղ կա հանգստություն, հոգու եւ անդրշիրիմյան աշխարհի հետ կապված բոլոր տերտերները պատարակների մեջ երգում են, փառաբանում են Երուսաղեմը, եւ դեռ շատ ես հարցնում,
ինչ կապ ունի Երուսաղեմը հայկական իրականության հետ, ասում են, էսի այդ Երուսաղեմը չի, սա հոգևոր Երուսաղեմի մասին է, եւ այսպես մանևրներ են անում, ջեմարանները աշխատում են, համալսարանները աշխատում են, աստվածաբանական ֆակուլտետներ ունեն, Հայաստանում վերջերս բացված անկախության հետ կապված, բայց դե մեջտեղում, ինչպես ասում են, բացի հակասությունից, անհասկացողությունից, տգիտությունից ոչ մի բան չկա։ Եվ այսօրվա հաղորդումը, որը նվիրված է հատկապես այդ թեմաների շուրջը, զրույցը Արամ Մկրտչյանի հետ Գերմանիայից, մենք կտանենք այդ ուղղությամբ։ Ես ամբողջովին ամբիոնը անցնում եմ Արամ Մկրտչյանին, երբ մենք կլսենք, թե նա ինչպես է պարզաբանում այս երևույթները, հիմքերը եւ այլն։ Արամ, քանի որ ես եթերում էի, դուք էլ եթերում եք, երևում եք արդեն ողջույն, ես ձեզ հրավիրում եմ մեր հանրության հետ զրույցի այս թեմայի շուրջը, որ ես խոսեցի մոտավորապես շատ աղճատված ձևով, որտեղ ավելի չգիտեմ, ես կուզենայի, որ դուք հարստացնեք, համեցեք, եթերը ձեր։ Թեման հետևյալն էր, երբ որ ես նույնպես հղումները կարդացի, իհարկե ուրախացա, որ նման տիպի հղումներ կան, որտեղ ինչքան հղումները շատ են լինում դեպի պատմական անցյալը եւ հնարավորություն է առաջանում ինչ-որ մի երկխոսություն կառուցել։ Եվ մենք փորձենք նման մի երկխոսություն կառուցել կամ շարադրենք մեկ այլ տեսակետ, որը կանոնից ընդհանրապես դուրս կլինի։ Եվ բոլոր այն նյութերը, որոնք որ ես կներկայացնեմ, դրանք բոլորը պայթյունի պես մի բան կլինեն, հավանաբար կուղեն նաև իմ անձիտեն, պատճառաբար որ Մկրտչյան Արամը շատ քիչ է հասկանում, հավանաբար։ Բայց թողնենք դա, թող Մկրտչյան Արամը քիչ հասկանա, բայց նա կշարադրի մտքերը այս հարցերի շուրջ։ Հիմա պետք է մենք նման հարցերը քննարկելուց առաջ մենք միշտ հասկանանք, որ խորը անցյալում կար կրոնական հստակ մոտեցում, կար լուսնապաշտություն եւ կար արևապաշտություն։ Սա ընդունված փաստ է, ոչ ոք սրա դեմ չի պայքարում եւ ասելիք չունի։ Այն կողմը, որը որ արևապաշտությունն էր ներկայացնում, դրանք հավետական ճյուղն էին ներկայացնում իդեմս հայքի։ Մյուս ճյուղը, որ ներկայացնում էր լուսնապաշտությունը, ներկայանում էր սեմի կողմնակիցների կողմից, այսինքն դրանք սեմիտական, սեմական ցեղեր էին։ Այս երկու գաղափարախոսությունները իրենց հիմնական աշխատանքները կամ գաղափարախոսությունը տարածում են երկու տարածքներում։ Այդ տարածքները նույնպես հայտնի են, դա մեծ հայտնի արարատյան աշխարհներ եւ երկրորդը մեծ հայտնի Պաղեստինն էր, ոչ Իսրայելը։ Պաղեստինում էր կատարվում գաղափարական աշխատանքը։ Եվ այդ ժամանակահատվածում հայերի Պաղեստինում գտնվելը համարում էր օրինաչափություն, քանի որ կողքում կար արդեն Եգիպտոս, որտեղ հայտնի Հիքսոսներն էին իրենց հիմնադրած Ավարիս մայրաքաղաքով, որը այս վերջերս արդեն հայտնաբերվեց եւ նոր մի ցնցում առաջացավ Եգիպտագիտության մեջ, հայտնաբերվեց վերջը Հիքսոսների Ավարիս քաղաքը։ Եվ դրան զուգահեռ մեծ հայտնի Պաղեստին, Իսրայել տարածաշրջան, որտեղ կրոնական հակասություններ կային, դոմինանտություն խնդիր կար, որտեղ առատնի ամբողջ տարածքը դրանք նավահանգիստներ էին, դրանք Փինիկյան էր, որտեղից արտահանվում էր ամենահանգարժեք նյութերը դեպի արևմտյան աշխարհ, դրանք կոնտրոլի տակ պահվող տարածքներ էին, որոնք կամ պետք է հսկեին նրանք, ովքեր ներկայացնում են առաջի գաղափարախոսությունը, այսինքն արևապաշտությունը, եւ երկրորդը նրանք պետք է հսկեին լուսնապաշտին նկատենք սեփականներին, այսինքն կռիվը գնում էր թե ով պետք է հսկե, տվյալ պահին դոմինանտ արևապաշտին։ Երկրորդ էտապում հրեական մշակույթի մեջ չգիտես թե որտեղից հայտնվում է Դավիթ անունով մի անձնավորություն։ Հրեական մշակույթը Դավթին շատ գեղեցիկ ներկայացնում է, թե նա որտեղից եկավ ու գնաց մենք այս փոքրիկ դետալների վրա չենք անդրադառնա զուտ ժամանակ չկորցնելու առումով եւ ովքեր որ կարդացել են 5 տականը կամ տեղյակ են գիտեն թե Դավիթը որտեղից եկավ եւ ինչու եկավ։ Հիմա շատ հետաքրքիր Դավթի տոհմածան հրեական մշակույթի մեջ Դավիթը այն թագավորն է, որին ասում են հրեաների արքա Դավիթ,
ոչ թե հրյա արքա Դավիթ անջատված է Դավթից հրյա ազգային պատկանելիությունը։ Այնտեղ Սարգսովի տոհմածար կա, թե նա ումից է սերուն, դրանք երկրորդական են, նորից ասեմ, հստակ անջատում է Դավիթ հրյաների արքան։ Երբ որ հրյաները կամ հրյական մշակույթը ներկայացնում է Դավթին, նրանք միանշանակորեն եւ հստակ ասում են, որ Դավիթը ներկայացնում է արևապաշտությունը։ Այստեղից բխում պետք է կատարել։ Եթե Դավիթը ներկայացնում է արևապաշտությունը, նա չէր կարող լինել սերմական, որտեղ արևապաշտությունը դա առաջնորդության խնդիր էր եւ արևապաշտ կարող է լինել միայն հավետականները։ Հակագծերը եթե մի քիչ ներածնենք, ապա հայերը պետք է լինեն, որտեղ պատմական այդ ժամանակահատվածում արևապաշտությունը ներկայացնում էր հայկական թևը։ Դրանք նաև մենք ասում ենք արիներների, արիներներ բաժանվում են երկու խմբերի, որոնք մենք կամ պարսկական ճյուղը։ Հիմա սրանք դետալներ են, բայց հիմքում վերջին մենք Դավիթը ներկայացնում էր արևապաշտությունը։ Ինչու հանգարց փորձեցին Դավթին վերևին նստեցնելու հրեական գարին։ Մեր գյումրեցին այդտեղ մի հղում էր կատարել, որ ինչ-որ ալեմակներ կային այդ տարածքում։ Ովքեր էին այդ ալեմակները, նա չի ասում, բայց պատմության մեջ դրանք նույն այդ արևապաշտերն էին, որոնք տարածքում տիրապետում էին առողջարքի առաքնյա հատվածների ամբողջ կոնտրոլը պահում էին իրենց ձեռքում։ Սեմական էթնոսը դրանց հետ չէր կարողանում որևէ ձև հարց լուծել, ներքին համաձայնություն չկար, կար պայքար։ Երբ որ Դավիթին դարձրեցին թագավոր, Դավիթի առաջի խնդիրը եղավ ալեմակներից վերցնելու իրական իշխանությունը իր ձեռքում։ Նա կարողացավ դրանցից վերցնել, կենտրոնացնել իր ձեռքում եւ երկրորդ քայլը որ կատարեց, մայրաքաղաքը տեղափոխեց Երուսաղեմ։ Սա նրա երկրորդն, այսինքն նա մայրաքաղաքը տեղափոխեց Հիքսոսների սարքած քաղաքի տեղը, որը Հիքսոսների ժամանակ կոչվում է Տիամատ։ Երուսաղեմի առաջի անունը Տիամատ անունով հայտնի աստվածուհի կա Տիամատ, նրա անունով կառուցված քաղաք է։ Դրանից հետո Դավիթը մեկ շատ հետաքրքիր բան կատարեց, նա պատրաստեց հրյաների հայտնի կապչեգը, որի մեջ դրված էր 10 պատվիրանները Մովսեսի կողմից ստացված, նա այդ կապչեգը տարավ եւ թաղեց Սիոնի գագաթի։ Որևէ մեկը հրյաները չհասկացավ, թե ինչու նա պետք է տաներ իրենց ամենասիրելի կապչեգը թաղել այնտեղ։ Նորից հրեական մեկնաբանները շատ նորից գեղեցիկ բացատրություն են տալիս, որը հետևյալն էր, ասում էր, երբ որ նա բարձրացավ սարի վրա, երբ պետք է հանդիպեր հրյաների Աստծու հետ, հակագծերի մեջ վերցնենք Եհովա Աստծու հետ պետք է հանդիպել, ասում հանկարծ հրյա ժողովուրդը տեսավ, որ այդ Եհովա Աստվածը Դավթին հայտնվեց այլ արտաքին։ Այլ արտաքինը հետևյալն էր, նա ձեռքին ուներ շանթ, արևի Աստված հայտնվեց, նա ձեռքին ուներ շանթ եւ նա ձեռքին ուներ նիզակ։ Եվ Դավիթը զրուցեց իր Աստծու հետ։ Եհովա Աստվածը կորավ այդ արանքից եւ Դավիթը զրուցեց իր Աստծու հետ եւ ստացավ այն ինչ որ ինքը ուզում էր։ Որտեղ նա կապ չուներ այն մյուս մշակույթի հետ։ Վերադարձավ նորից այդ խոսակցությունից հետո Դավիթը վերադարձավ եւ ասեց մենք պետք է կառուցենք մեծ տաճարը, որը պետք է նորից լինի հորը, բայց նա տաճարը չկառուցել, որտեղ ասում են շատ մեղքեր էր գործել, հրյաների հետ կապված շատ մեղքեր էր գործել, եւ փոխանցեց իր հետնորդին Ուրահարի Սողոմոն։ Հիմա Դավթի ընտանիքի կազմի մեջ մեզ համար շատ մի հարազատ անուն կա, Թամարը։ Դավթի դստեր անունը Թամարա է։ Հրեական մշակույթի մեջ նման անուններ չկան, գոյություն չունեն, պահպանված էլ չի, Դավիթը հատուկ չի իրենց, Թամարան հատուկ չի իրենց։ Հիմա հաջորդ էտապում, երբ որ Դավիթը պետք է կարողանար ինչ հաջողությունների հասել, նա կենտրոնացեց իշխանություն եւ
վերադառնանք նրա բնութագրին։ Իրական մշակույթում Դավիթը ներկայացնում է խարտյաշ մազերով մի երիտասարդ, որը տիրապետում էր նվագելու արֆա գործիքի։ Արֆան երաժշտական գործիք էր պատրաստված ցլի կոթոշներից և 3 հատ ձգած լարեր ունեին։ Այդ գործիքի վրա իրավունք ունեին նվագելու միայն արևապաշտ բարձրաստիճան քրմերը կամ հագաժառանգները, որտեղ այդ գործիքը ներկայացնում էր միայն թեշուկ բարձրագույն Աստծուն և այդ գործիքի կրելը նշանակում էր տիտղոսակիր լինել, նաև ներկայացնել տվյալ գաղափարախոսություն։ Հիմա վերական մշակույթի մեջ տեսնում ենք, որ Դավիթը այդ գործիքով է հանդես գալիս։ Այդ երաժշտական գործիքը, որը նույնպես հատուկ չի սեմական մշակույթի, արևելյան մեր տարածաշրջանի երաժշտական գործիք էր։ Հաջորդ քայլը, որ Դավիթը կատարեց, հետևյալն է։ Նա նորից բերեց հավաքեց բոլորին և ներկայացրեց, որ այն, ինչ որ Հայաստանում կատարվելու է իր կամքով, օրենքները փոխվեն ըստ իր ասացի, բաժանում կատարեց, արգելեց ընդհանրապես բոլոր տիպի աղոթները, 2 անգամ իրավունք ունեք աղոթելու, առավոտյան և երեկոյան։ Իսկ բոլոր հոգևորականներին այն հոգևորական, որը իրենց մշակույթին էր հարիր, ասես դուք պետք է դառնաք գրագրեր, փող հավաքելու դուք իրավունք չունեք, հարկ հավաքելու իրավունք չունեք, դուք միայն գրագիր եք։ Սա Դավիթի ընդհանուր նկարագիր է։ Հիմա հրեաները իրենց մշակույթի մեջ Դավիթին երբ որ ներկայացնում են, մենք գիտենք առանձնահատկությունները մեր ժողովրդի, կապուտաչիա, խարտյաշ, գանգրահեր, Դավիթը այդ պատկերով է ներկայացնում, սեմական ժողովրդի մեջ կամ նրանք ավելի մուգ արտաքին ունեն, ավելի աֆրիկյան ընդգծված հատկանիշներ են, հատուկ չիրեն հրեական, թագավորական կազմի մեջ Դավիթը առանձնանում է արտաքինով երաժշտական գործիքի կրելու կարողությամբ, Աստծու հետ հանդիպելուց հանդիպում է այն Աստծուն, որը իր ձեռքին կրում էր շանթ և նիզակ, թաղեց այդ պատվիրանները սարի վրա, բացատրելով ժողովրդին, որ այն ինչ որ Աստծու կողմից տրված էր, նա պետք է լինի սարի գլխին։ Այդ տարածքներում սար չկա, սարը մեր մշակույթի խնդիր է և մեր սարերի գլխին են կառուցում տաճարներ, եկեղեցիներ, զոհաբերություններ, այսինքն բարձր կետին պետք է դրվել այն, ինչ որ այն մշակույթից է բխում, ոչ թե այս մշակույթից։ Դավթի ուժը փորձելու համար նա կռվի դուրս եկավ Գոլգոթի հետ, հաղթեց նրան։ Դավթի ձեռքին հայտնվեց սուրը, Գոլգոթի սուրը։ Եթե մեր մշակույթի մեջ նայում ենք, մեր չուտ կեցակինի մասին է խոսքը գրում, ուրիշ բան չկա։ Այդ տարածքներում սուր որպես դիցական ուժ ունեցող գործիք մեկ անգամ է հայտնով և այն է Դավթի ձեռքին։ Հիմա տեսեք հաջորդ կարևոր բանը։ Հրեական մշակույթի մեջ ֆիքսում է արևապաշտությունից բխած Դավիթ, նրա դասակարգումները, կրոնի մեջ ինչ դասակարգումներն ընտրեց, ընտրեց մայրաքաղաքը, որտեղ տեղադրեց, տաճար պետք է կառուցեր, տաճար, որը նվիրված էր ոչ թե Եհովա Աստծուն, ինչ էր փորձում ներկայացնել, այն Աստծուն, ում հետ ինքը զրուցել էր։ Իսկ տաճարը չկառուցվեց ոչ թե նրա համար, թե նրա ուժերը բավարար չէր, այլ հակասություն կար արդեն այդ էթնոզանգվածի և այդ էթնոզանգվածը կառավարող արքայի միջև, բնականաբար նա չէր կարող շարունակել։ Եվ նրա սերունդի մեջ մենք տեսնում ենք հստակ ֆիքսված Թամարա անուն, որը հատուկ է մեր մշակույթին։ Եվ երբ որ հրեաները ներկայացնում ասում են, որ Դավիթը արևապաշտ էր, դա մեզ ոչինչ չի տալիս, որտեղ մենք արևապաշտությունից
հետևուչի չենք հասկանի, իսկ սեմական լուսնապաշտությունից առավել ևս, բայց դա իրենք ու գիտեն։ Հիմա ամենակարևոր ֆիքսացիան, որ տեղի է ունեցել, դա Միքելանջելոյի հետ է կապված։ Միքելանջելոն պատվերով ստեղծեց Դավթի արձան։ Համաշխարհային մշակույթի մեջ Դավթի քանդակներ, Դավթին նվիրված արձաններ բավականին շատ կան, բայց դա մի եզակի արձան է։ Ինչու է նա եզակի։ Միքելանջելոն քանդակել է Դավթին մեկ, բացարձակապես մեկ։ Եթե մենք Դավթին նայում ենք, Դավթի արտաքին ամբողջությամբ նրա արտաքինը ավելի շատ արիական ինչ-որ բան են, քթի կազմվածքը, աչքերը, ունքերը, մազերը եւ այլն, բայց սա չի էական։ Էականը պատվիրատուն Միքելանջելոյի առաջ խնդիր է դրել, քանդակել այնպես Դավթի, որպեսզի նայողի համար ակնհայտ լինի, որ այս անձնավորությունը ծագումով չի կարող լինել հրեա։ Ինչ պարագայում Միքելանջելոն կարող էր դա ցույց տալ։ Միայն մեկ պարագայում, մեկ վիճակում, իսկ ինչ է նշանակում մերկությունը, շատ պարզ սովորական բան։ Դավիթը կամ պետք է լիներ թլպատված, կամ չթլպատված։ Հիմա մենք կասենք ինչի են ես սրա վրա կանգնում։ Գեղագիտական խնդիրներ կար, էսթետիկա կար, բնականon ինչ-որ հարցեր կան, սրանք բոլորը դուրս են կողում, պատվիրատուն Դավթի կոնկրետ անձնավորությունը, որը ներկայացնում էր կաթոլիկ եկեղեցի, այսպես ասենք։ Եվ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Դավթին ուզում էր տեսնել այնպես, ինչպես որ Դավիթը կա, այսինքն Միքելանջելոյի եւ պատվիրատուի մեջ այդ փոքրիկ դետալի հետ կապված հավանաբար 3 հատ դիսկուսիա է գնացել, ինչպես կատարել։ Ինչպես։ Եվ Միքելանջելոն գտել է բացարձակ լուծում, թող գրեհիկ չթվա, բայց ես պետք է ասեմ, եւ բոլորին, ովքեր որ ուսումնասիրում են ճարտարապետություն, պետք է ուշադրություն դարձած լինել, որ տղամարդու անդամը այսպես ծածկվում է տերևով, կամ ինչ-որ դետալով, կամ նա մի քիչ ընդգծվածություն չունի, կամ մի քիչ մեղմացվում է։ Դավթի մոտ հակառակն է։ Միքելանջելոն հստակ շեշտադրում է կատարում եւ այդ շեշտադրումով է ճշտում, որ Դավիթը չէր կարող լինել հրեա։ Եվ մատնանշում է համեցեք դիտով, կնայեք եւ կհամոզվեք, որ Դավիթը չէր կարող լինել հրեա։ Ահա այսքանը երբ որ մենք ամփոփում ենք, մենք տեսնում ենք, որ հակասություն չկա Միքելանջելոյի ներկայացած Դավթի, այն ինչ որ ես շարադրեցի դրա միջև, եւ այն ինչպես ներկայացնում են հրեաները Դավթին իրենց շարադրանքի մեջ։ Եվ մեկը եւս մի կարևոր բան ասեմ, հրեական մշակույթը Միքելանջելոյի Դավիթը չի ընդունում։ Բացարձակապես մերժում է Դավթին, այդ ձևով նա մերժում է։ 2008 թվականին Դավթի մի արձան պատվիրեցին, որը հիմա տեղադրված է Երուսաղեմում, բայց դա բացարձակապես լրիվ ուրիշ Դավիթ է, որպես ալտերնատիվային մի հատ Դավիթ։ Իմիջիալուց Դավթի այդ ալտերնատիվ Դավթի ֆինանսավորումը կատարեցին ռուսական հրեաները, Ռուսաստանի հրեաները, եւ այդ Դավիթը տեղադրեցին Երուսաղեմում, որպես ալտերնատիվային մի նոր Դավթ։ Բայց նորից են այդ Դավիթը, որը տեղադրված է։ Այդ Դավիթը հագուստոց, այսինքն թաքցնում է իր ով լինել։ Այո։ Հետաքրքիր բաներ ասեցի, այդ առումով մտքեր առաջացան երևի դիտողների մոտ, ուրեմն եթե որ ասում են Դավիթի տաճարը կառուցել, ի՞նչ է նշանակում էս Սողոմոնի Մասունիա, Դավիթի տաճարն է, համաշխարհայնացու, ինչ որ դուք գիտեք ինչ արիք, ավիրեցիք այդ գաղափարի հիմքերը, որովհետև հուսակալի, որ արևապաշտների տաճար է կառուցվում Իսրայելում, Երուսաղեմում։ Այս ինչ պատմություն է։ Պատմությունը հետևյալն էր, երբ որ նորից ասեմ, Ավարիս քաղաքը, երբ որ հիկսոսները կառուցեցին Եգիպտոսում, քաղաքը ստոր գետնյա էր եւ վերգետնյա։ Վերգետնյա Ավարիսը ավերվեց վերացավ։
մնաց ստորգետնյա ավարիսը։ Ստորգետնյա ավարիսն էլ փակվեց, երբ որ հիկսոսները դուրս եկան Երուսաղեմից, նրանք կառուցեցին Տիամատ, այսօրվա Երուսաղեմ քաղաքը։ Հիկսոսները կառուցեցին Տիամատ քաղաքը նույն Երուսաղեմի տեղում։ Եվ գնացին, դա Քրիստոսից 1400 տարի առաջ էր, երբ որ նրանք Եգիպտոսից դուրս եկան եւ այնտեղ կառուցեցին։ Հետո հրեաները Քրիստոսից 500-ին դուրս եկան Եգիպտոսից եւ գնացին այդ քաղաք։ Երբ որ իրենք մտան այդ քաղաք, հիկսոսներն արդեն դուրս եկան այդ քաղաքից։ Թողեցին իրենց Տիամատը եւ գնացին։ Իմ ինչ խնդիրներ էական չի։ Հետո երբ որ Դավիթը վերադարձավ, արևապաշտական գաղափարախոսության ներկայացնում Դավիթը վերադարձավ, մայրաքաղաքը նորից տեղափոխեց Երուսաղեմ եւ ասաց ես պետք է կառուցեմ հոր տաճարը։ Եվ հրեաներն ասում են նա հանդիպեց Աստծու հետ, այն Աստծու հետ, ով իր ձեռքում կրում էր շանթը եւ նիզակը։ Այդ երկու ատրիբուտով հանդես է գալիս միայն արևապաշտության բարձրագույն Աստված միր Թեշիվան, որը մեզ հայտնի։ Այսինքն ինքը խոսեց այն Աստծու հետ, ումը որ ինքը ներկայացնի, եւ պետք է կառուցեր այդ տաճարը, բայց հանկարծ հրեաները, որ իրեն ընտրել էին իրենց հրեաների թագավոր Դավթին, հասկացան, որ եթե Դավիթը կառուցի հանկարծ տաճարը, Երուսաղեմի տաճարը, այնտեղ ամեն ինչ նորից շուռ կգա, այսինքն նորից կհաստատվի այն, ինչ որ իրենք չեն ուզում։ Եվ այս կապի արդյունքում մենք այդ հողի վրա։ Այդ որ մեր տերները սկսում են պատմել Քրիստոսի գերեզմանի պահպանության համար ենք ունում, այդպես չի։ Քրիստոսի գերեզման ընդհանրապես շարունակությունն է, որտեղ Դավիթի սերունդից պետք է ծնվեր Հիսուս Քրիստոսը, որտեղ ըստ նոր կտակարանի Դավթի տողից է սերում Մարիամը, որ ծնեց Քրիստոսին։ Նույն արևապաշտության ճյուղի շարունակությունն է սա։ Հիմա չքննարկենք, թե ով ինչպես է մտածում, սրանք երկրորդական են։ Մենք ֆիքսում ենք փաստեր։ Արևապաշտ Դավթից ծնվեց սերունդ, այդ սերունդից ծնվեց Մարիամը, սերունդը, նրանք իրենց կրոնը չեն փոխում, կրոնը չի փոխվում, եթե կրոնը փոխվի, հրեաները չեն շեշտում, բայց նրանք շեշտում են, այս ճյուղից, Դավթի ճյուղից, արևապաշտական ճյուղից դուրս եկավ, եւ նրան մեջ ծնվեց Քրիստոսը, երբ որ ծնվեց Քրիստոսը, Բեթլեհեմի աստղը, իսկ Դավիթը ծնվել էր Բեթլեհեմ քաղաքում, Դավիթը ինքը ծնվել էր Բեթլեհեմ քաղաքում, եւ երբ որ ասում են Բեթլեհեմի աստղը բարձրացավ, Դավիթը նորից բարձրացավ։ Դավիթը պետք է վերականգնվեր, երբ որ մոգերներ եկան երկրպագելու Հիսուսի, դրանք եկան արևելքից, չէ, ոչ հյուսիսից, ոչ հարավից, ոչ միտեղից, արևելքից, եւ գալիս էին նրանք, այդ արևապաշտ քուրմերն էին գալիս, իլուր աշխարհի ասելու, որ շարունակությունը ծնվեց։ Հիմա գաղափարախոսության հետո ինչ պետք է կատարվի, դա արդեն մենք գիտենք, իրական չի, ես ուզում եմ մենք քննարկենք մինչև այդ գաղափարախոսության ստեղծումը ինչ է կատարվել։ Նորից շեշտում են իրական աղբյուրների վրա հենվելով արևապաշտ Դավիթ, արևապաշտ Մարիամ, Բեթլեհեմի աստղ Դավիթ, երկրորդ անգամ Բեթլեհեմի աստղ իբեմս Հիսուս, Քրիստոսի կամ Հիսուս Նազարեթցու։ Հիմա եթե Դավիթին հաջողվեր կառուցել այդ ինչի մասին, որ մենք խոսում ենք, ապա այս համակարգն այսօր չէր աշխատի, բնականաբար ցավոք սրտի Դավիթը չկարողացավ կառուցել։ Պատվիրատուն, երբ որ Միքելանջելոին պատվեր տվեց, այս ամբողջ պատմությունները ինձանից լավ գիտեր։ Ինչու պետք է նա ինձանից լավ իմանա, ես իրեն կարդալով եմ հասկացել այսքանը։ Բայց նա կաթողիկոս էր, Հռոմի պապ էր, դուքս էր, մեծահարուստ էր, որը երկու պատվեր է տվել Միքելանջելոին։ Կերտել Մովսեսին,
որը ինքը շատ հոյակապ ձևով է կատարել եւ կերտել Դավթի արձանը Մովսեսին հագուստով կոտոշներով բացեք Վիկիպեդիան նայեք Մովսեսի արձանը կոտոշներով դրան տարբեր մեկնաբանություններ են տալիս տարբեր բացատրություններ են տալիս դա մեկ բացատրություն ունի թագավորի գլխին չի կարող կոտոշ լինել դա ուրիշ խորհրդանիշ է եւ Դավթին մորեններ տկլոր այնպես որ ցանկացած նայող ովքեր որ հասկանում են կրոնի տեխնոլոգիան նրանք գիտեն ինչ է նշանակում մերկություն այդ ձևով եւ հաջորդը Հիսուս Քրիստոսը մեկ վիճակում նկար չունի մեկ կտավ կա մեկ կտավ դա ինձ հաջողվել այդ կտավը տեսնել նույն վիճակն է ըստ հրեական մշակույթի 40 օր հետո արու զավակը պետք է թլվատվի ըստ Աբրահամի եւ իրենց Աստծո պայմանի այդ պայմանը անխախտ է որը մեկը չի կարող խախտել այդ պայմանը Աբրահամից սկսված տղա ժառանգը 40 օր հետո պետք է թլվատվի դա Դավիթ կլինի Հիսուս Քրիստոս կլինի ով որ կլինի արքան չի Այդ թրպատման վերաբերյալ արամ, քանի որ հենց թեմայի վրա ենք, երկու վարկած կա, թե ինչու է թրպատվում երեխան, ասինքն այդ տարածքաշրջաններում։ Ես կարդացել եմ, լսել եմ, ընդհանրապես շատ կարդացել եմ, որ վարկածներից մեկը հետևյալն է, որ ինչպես ծննդի ժամանակ, երբ որ երեխան դուրս է գալիս դեպի աշխարհ, այնտեղ տեղի է ունենում արյան շրջանառության եւ թոքերի transaction-ը տեղի ունենում, այսինքն պետք է սիրտի փորոքը միանա թոքերից վերցնի արդեն այլունը եւ երեխայի մոտ ծնվելուց պորտալարը կտրելուց հետո անմիջապես տեղի է ունենում այդ ֆիզիոլոգիական փոփոխությունը, երբ որ երեխան այդ մոմենտի պահին չճում է, հետո չի ճճում, երեսին խփում են ցավեն պատճառով, որ տեղի ունենա սրտի զարկերը սկսեն թոքերի հարստացված թթվածնի հետ աշխատել։ Այս մեկ, այսինքն նա պիտի անցնի այդ ստրեսի ճանապարհը։ Երկրորդը, երբ որ թլպատում են երեխային, ոնց որ դու ասեցիր, այդ ժամանակ նրա մոտ առաջանում է ուժեղ ցավի զգացողություն, իհարկե, որովհետև չեն ցավազրկում եւ այդ ուժեղ ցավի զգացման ժամանակ իր մոտ նեյրոնային համակարգերում տեղի է ունենում նույն բանը, ինչ որ թոքերում է տեղի ունենում, միացում, փոխմիացում ալու, այսինքն նրա մտածողությունը գնում է մի այլ ուրիշ ճանապարհի վրա։ Ես կարծում եմ, որ թրպատման այդ երևույթը, որ գտել են իրենց իմաստունները, կապված է, ասենք, լուսնապաշտության հետ, ինչ որ հոգևոր մի բան է կատարվում, ցավի ազդեցության տակ տեղի է ունենում արդեն հետագայում մտածողության, բնավորության ձևավորում երեխայի եւ թլպատման երկրորդ պատմությունը հետեւյալն է, որ այդ տարածքներում Իսրայել, անապատներ, Արաբստան այդ կողմերում հոսող ջրեր չկան, որոնք մաքուր լինեն եւ երեխաները հիմնականում մի քանի տարեկան գարնանային փոսերի մեջ, երբ որ անձրևը հավաքում, այդտեղ լողանում են եւ այդտեղ էլ ծնվում է մի տեսակ վիրուս, որը որ հատկապես տղաների սեռական օրգանների մեջ առաջացնում է վարակ, որովհետեւ կաշմիտակից անցնում է եւ տեղի է ունենում արդեն թարախակալում վարակազերծում։ Հավանաբար երկրորդ վարիանտը ավելի ճիշտ է, որովհետեւ ելի նորից իմաստունները գտել են, որ հարկավոր է կտրել եւ բարձրոքյա սերվիզ անել նման դեպքերում, չթողնել, որ վիրուսը մնա կաշմիտակ երեխաների մոտ։ Եվ սա ուրեմն մի հատ ցավ պատճառ է, որ հոգեվոր վերամիացում կատարվի, մեկը բժշկական առումով, որպեսզի բաց լինի այդ մասը, որ վիրուսը չկարողանա տեղավորվել այնտեղ եւ օրգանիզմին չվարակի, չթունավորի, չթարախակալի։ Այս երկուսն է իմաստը։ Հիմա սովորաբար օրենքները մտնում են ավանդույթ կամ պաշտամունք են
անպայման ունեն հիմնավորում, որտեղ եթե Աստված չասի նման բան, ոչ մեկը չի անի։ Աստծո անունը կարգավորումը հասարակական, սոցիալական շատ խնդիրներ, սա մի գեր, սա մի արա, սա այսպես է, սա այնպես է, հասարակությունը Աստծո անունով իմաստունները ճշտել են, որ առա բոլորը մեռնում են, իսկ Աստված հավերժական է։ Մենք լսում ենք Աստծուն, այն ինչ օրենք մենք հաստատում ենք Աստծո անունից, դա է մնայունը։ Եվ այս օրենքները, որը որ գրում է, հավանաբար դա է նշանակում։ Կարծեմ այդպես է։ Ուրիշ ոչ մի բան չկա մեր տեղը, որ վախենա։ Մի քիչ այդպես չի։ Հիմա ուրեմն շատ է այդպես է։ Դու մի քիչ այդպես չի դասի։ Ես ուզում եմ ինչ խոսակցությունը թեթև ժանրով տանենք, որ շատ ծանր չի, բայց արևապաշտության և լուսնապաշտության մեջ մի հատ խնդիր կար, որը հետևյալն էր։ Արևապաշտությունը ամբողջական գաղափարախոսություն էր, նա ոչինչի չէր տալիս, այսպես ասենք, լուսնապաշտության մեջ պարտվածի հոգեբանություն կար, այդպես էր ստացվել, այնտեղ մեծ արև, մեծ լույս և փոքր լույս, սեմականների համար լուսնապաշտությունը փոքր լույսի գաղափարախոսություն, պարտվածի գաղափարախոսություն, հիմա հոգեբանության մեջ մինչև վերջերս էլ կռվող զինվորները տարբեր ֆիլմը տեսնենք, որ տանակ հանեց մի հատ ձեռքը պետքա կտրեր, մի հատ արյուն իր վրայից հաներ, որ ինքը ակտիվանար, որ ինքը պատերազմ էր գնում, կամ կռիվ էր գնում, կամ ինչ-որ հարձակում պետք անի, ինքը իրանից մի հատ արյուն էր հանում, էլի մի տեղից կտրում։ Աչքը տեսնի, արյան հոսքը, աչքը արյուն տեսնի։ Հիմա, երբ որ հրեաները արդեն ժառանգական պարտության մասին էր խոսքը գնում մի քանի հազար տարվա, բայց գենետիկական հիշողության մեջ կա, որ իրենից բան են վերցրել։ Ինչ են վերցրել, չեն ասում, բայց սերունդին ասում են, մենք քեզանից հիմա կկտրենք մի բան, որ քո ցավը աճանա, հետո մենք է ժառանգաբար քեզ կասենք, որ դու ոչ մեկին ոչինչ չտաս, դու մեզ պիտի վերցնես, որտեղ քեզանից վերցրել են։ Սա երրորդ տարբերակն է եւ երևի ամենահավանական։ Քեզանից միշտ վերցրել են, հիշի, ուրեմն որևէ մեկ հրեա, մենք գիտենք, ոչինչ չեն տալիս, նրանք միայն վերցնում։ Ֆունդամենտ, դա վերցնելու երևույթը պետք է գաղափարապես ամրանա, պետք է ֆունդամենտ ունենա, ինչու։ Ընդամենը, երբ որ մենք տրամաբանությունը տանում ենք դեպի կրոնական ամենավերջի ակունքները, ինքը ինչ են վերցրել։ Վերցրել են նրանց հավասարության, որ իրենք գաղափարախոսության մեջ պետք է մերժել են իրենց, ասեն դուք չեք կարող կրել, այն ինչ որ ուրիշներն են կրում, դուք ավելի ցածր եք։ Այդ պայից սկսած ֆոբիա կա, երբ որ իրենք ասում են մենք ոչ մեկին չենք սիրում, բոլորը դրանք այս են, միայն մենք ենք, այդ ֆոբիայի վերականգնման փորձ էր և դրա հաջորդը Աբրահամի և իրենց Աստծո պայմանավորվածություն, երբ որ իրենց Աստված ասում է Աբրահամ, դուք չեք հասկանում, կտրի տուր, որ դու միշտ իմանաս, որ դու քո ձեռքով տվել ես, դու ես կտրել տվել, հենց որ կմեծանաս, ասես ես սխալ եմ արել, հիմա պետք է հետ վերցնեմ, այդ 2 գրամի պատասխանը պետք է փողով վերցնեն, գույքով վերցնեն, պետք է դրանցից հետ վերցնեն։ Ինչ եք, մտածում եք, որ էսի բանկային տոկոսի առաջին դրսևորումն է։ Այո։ Այսինքն ես խարում Արթուր Արմինը հաղորդման մեջ հիշեց վենետիկյան վաճառականը։ Այդտեղ մեկ ուրիշ կտորել կա, որ այս նույն հատվածը կա, երբ որ վենետիկյան վաճառականը տոկոսով փող տվեց ինչ-որ մեկին, որը պետք է վերադարձնել, որը հնարավորություն չուներ, պայմանավորվածությունը հետևյալն էր. եթե դու իմ փողը հետ չտաս, ես քո մարմնից կկտրեմ 1 կտոր պարտքի դիմաց։ Եվ պարտքի ես կջնջեմ։ Դատավարության ժամանակ, երբ որ այդ ամբողջ խոսակցությունը գնում էր, երիտասարդ ասեց, դա անհնար բան է, ես չեմ կարող թույլ տալ։ Թող ինձ սպանեն, ինչ ուզում են, բայց ես չեմ գնա դրան։ Հետո իր դատապաշտպան աղջիկ էր, կին էր մի հատ, ասեց ես քեզ դատում կպաշտպանեմ, եւ դու չես դուրժի։ Եվ նա ասեց, Վաշխարոյին ասեց,
Դուք իրոք նման պայմանավորվածություն եք ունեցել, բայց դուք չեք պայմանավոր կտրելու ժամանակ 1 գրամ արյուն չի թափվի։ Նայի, եթե դու հանկարծ կտրես քո ուզածը վերցնես եւ այնտեղ 1 գրամ արյուն թափվի, ապա դու քո ամբողջ գույքը ունեցվածքը կփոխանցես Վենետիկին։ Պայմանավորվեցինք, եւ այդ խելոք հրյան ասեց, ես այս անձնավորությունից ոչինչ չեմ ուզում։ Մենք իրար պատք չի, ես գնացի։ Սա այդ փոքրիկ կտորն է, որ ես ուզեցի հիշեցնել, որ պլոց, այսինքն մարմնից 1 հատված պարտքի դիմաց, եւ այդ հրյան Վենետիկի վաճառականի մեջ այս սկզբունքով է հարցը փորձում լուծել, եւ չի ասում մատը կկտրել, մազը կկտրել, չէ, ես քո անդամից կկտրել այնքան մաս, ինչքան որ դու ինձ պարտքես։ Սրանք փոքրիկ դետալներ են, որ դրված են մշակույթի տարբեր հատվածներում։ Շատ եկեք սենց մտածենք, ես 2 տարբերակ ասեցի սրտի մասին, ուղեղի մասին եւ վիրուսի մասին։ Մի տարբերակ դուք ասեցիք, ուրիշ ձևով բացատրեցիք, ճիշտ է, որ հիմա ասում Վենետիկյան աշխարհական կապիտալի առաջին ծիլերը մարդու մարմնի հետ կապված, այս ձևով բացատրեցիք, որը հնարավոր է նաեւ որովհետեւ գործողությունների ժամանակ թելպատման պրոցեսը անցավ մեր բացատրությունների մեջ, մտավ մուսուլմանական աշխարհ, աշխարհական կապիտալ չդառավ, ոնց որ վենետիկյան բանի մեջ, նա դարձավ իմ ասածը, որ Մոհամեդը այդ բոլորը կիրառեց, որ վայրս չանցնի եւ երեխան հետագայում ցավի դիմացկուն դառնա, այսինքն այդ երևույթը, որը դուք ասեցիք, որ առաջացել է հрьяաների մոտ իրենց աստծո թելադրանքով, հանկարծ տեղափոխվեց մուսուլմանական աշխարհ եւ այլ բացատրություն ունեցավ երևույթը, որտեղ կարծես թե ես նրանց թվպատման մասին էի խոսում, դուք ասեցիք մի քիչ այդպես չի, դուք մեջ բերեցիք 3-րդ տարբերակը, որը այլ բանի մասին է խոսում, բայց երբ որ մենք նայում ենք այդ ժողովուրդներին, որոնք նույն բանը անում են, բայց տարբեր նշանակություն ունի, մենք այդտեղ մտածում ենք, չէ՞, երբ որ ասենք ծնվեց մուսուլմանությունը 5 տարեկանի այս գործողությունների հիման վրա, ինչ բացատրությունների հիման վրա ծնվեց, ով աշխարհական կամ հրեական գրքերի ամբողջ ծավալով չէ, նա այնտեղ այսպես ասած ծաղկակախ կատարեց 5 տակարանից եւ հրեական որոշ գրքերից եւ ինքը առաջացավ, պահպանելու ինչ-որ բաներ եւ եթե Ղուրանի մեջ նայեք, կտեսնեք հետաքրքիր մարդկության, արդեն մարդկության վերաբերյալ արտահայտություններ կապված գողության հետ, սրիկայության հետ, ազնիվ ապրելու հետ բան, Ղուրանում գրած է այդ մասին, բայց ամրագրված է Աստծո հետ, պաշտամունքի հետ, աղոթքի հետ եւ այլն, բայց հրեական սուրբ գրքերում այնտեղ լրիվ ազգային է ամեն ինչը, եթե մուսուլմանական աշխարհում ազգային այդպիսի բան չի գրված, այդ գրված է որպես գաղափարախոսություն, ասել կարող է լինի հնդիկ մուսուլման, պարսիկ մուսուլման, արաբ մուսուլման, տեսակ մաներ, իսկ ընդհանրապես հրեական սուրբ գրքերում հստակ ասում է, քո Աստվածը, քո ժողովուրդը, հիշում է սա, ճիշտ է թե չէ, ես դրված այո, դրա համար ես ասեցի Աբրահամի եւ իրենց Աստծո պայմանավորվածությունը կոնկրետ թլպատման ժամկետի հետ կապված 40 օր արարողության կարգը ամեն ինչը հստակ գրված է։ Իսկ ինչ վերաբերում է իսլամական աշխարհի թլպատման երևույթը, սա պետք է մենք մի փոքր նորից այլ տեսանկյունից նայենք։ Իսլամը դուրս է եկել 5 տակարանից։ Մշակույթի կրող էլեմենտները, եթե կարծում ենք Ղուրանում հիշում են բոլոր Աբրահամին, հիշում են Իսայի անունով, Մովսեսին, բոլորին հիշում են եւ ասեն նրանք բոլորը սուրբ մարդիկ են, թվարկելով գալիս են։ Եվ առաջի էտապում, երբ որ Մուհամեդը դեռ անգրագետ էր
նա դեպքով դեպի Երուսաղեմ էր աղոթում։ Սա գրված է իսլամական աշխարհի գրականության մեջ, սա նույնպես ճշտման ենթակա է, եթե որ մեկը ուզում է ճշտը, կարող է բացել եւ կարդալ։ Դեմքով դեպի Երուսաղեմ էր աղոթում։ Հետո երբ որ հрьяաները սկսեցին ծիծաղել նրա վրա, ասել որ դու անգրագետ ուխտապան, նա նեղացավ իրենցից եւ շուռ եկավ դեմքով դեպի Մեդինա էր աղոթում։ Քաբանային սև քարը որ դրված է այդ դեմքով դեպի դա էր աղոթում։ Եվ դրանից հետո Մուհամեդը պատերազմ վարեց հրեական երկու ցեղերի հետ եւ ոչնչացրեց դրանք, որտեղ իրեն ներառնում են, արհամարում են, որտեղ արդեն այդ մշակույթից վերցել որոշ հինարար ծնունդներ, այդ թվում թմպածում են, որտեղ իրենք էլ են Աբրահամական կրոնի կրողները, իսկ Աբրահամական կրոնի կրողներ լինելով հանդերձ նրանք պետք է վերցնեն Աբրահամական օրենքները, որոնցից մեկը թլպատման երևույթն էր։ Հիմա մենք կարող ենք ասել, որ դրանք կապված էր առողջական եւ այլ, միգուցե մենք սա չենք բանանում, բայց երևույթը կոնկրետ կրոնական էր, որից հետո նրան մերժեցին, Մուհամեդին ծաղրանքի ենթարկեցին եւ նա հրաժարվեց դեմքով դեպի Երուսաղեմ աղոթելու եւ թեքվեց դեպի Մադինա, Մադինայի ուղղությամբ էր աղոթում եւ հետո այդ երկու ցեղերին ոչնչացրեց, որոնք իրեն ծաղրի ենթարկում։ Իսկ ընդհանուր առմամբ, որից եթե մենք անդրադառնում ենք կրոնական գաղափարախոսության հիմնարար երևույթներին, Դավթի երևույթը եթե մենք հասկանում ենք, ինչի մեզ անպայման կանգնում Դավթի երևույթի վրա, որտեղ հաջորդը Սողոմոնն էր, Դավթի ժառանգը, սա այն Սողոմոնն է, որի ամբողջ ասացվածքները, քերթվածքները 5 տակարանում գրված են, որպես հանրահայտ Սողոմոնի առակներ եւ աղոթություններ, իմաստություններ։ Այս Սողոմոնը Դավթի որդին էր։ Նորից հրեաներին, եթե մենք անդրադառնում ենք իրենց մշակույթին, ասում են հրեաների հայր Սողոմոն, որևէ տեղ չեն ասում հրեա Սողոմոն։ Հրեական մշակույթ ուսումնասիրողները պետք է հասկանան հստակ տարանջատում կա։ Ոնց որ այսօր Ռուսաստանում ասում են Արամ Խաչատուրյան սովետский կոմպոզիտոր։ Չեն ասում ռուս չի, հայ չի, ասում են սովետский կոմպոզիտոր, սովետական կոմպոզիտոր։ Անգլիացին չի կարողանում հասկանալ, ասում է ռուս։ Մենք էլ որ հասկանում ենք, որ Արամ Խաչատուրյանը ռուս չի։ Մենք հոդանդակ գիտենք։ Եվ հրեաները նույն ձևով մեզ մատուցում են, ասում են, եթե դու չես հասկանում, դա քո խնդիրն է, եթե հասկանում ես, օքեյ։ Սողոմոն հրեաների թագավոր, բայց ոչ երբեք հրեա Սողոմոն թագավոր հրեաների չկա։ Սրանք են եզակի դեպքեր։ Արա հետաքրքիր պատմություն ստացվեց, ես բացումը կատարելուց այսօրվա հաղորդումը նշեցի, որ մենք պիտի ուսումնասիրենք հրեական պատմությունը, գրականությունը, ուսումնասիրող չկա, հայտարարեցի, չկա, նրանց գրքերը ոչ թարգմանվում են հայերեն, տեսնենք ինչա գրվում, ասենք մեր ընկերները գտնում են այստեղից այնտեղից ինչ-որ արտահայտություններ, բաներ, հայերի մասին, համալետների, համաղեկների մասին, հրեական գրականության մեջ գրված հատուկ ցուցմունքներ, մեր մոտ նման շարժում, նման ռեակցիա կամ ինչի է գրված, ինչա նշանակում է, սա միգուցե երկու ժողովուրդների, եղբայր ժողովուրդների թշնամության արդյունքը պապենական ինչ-որ ունեցվածքի վերաբերյալ, այս հարցերի մեր կողմից պասիվություն կա, չի ուսումնասիրում։ Հիմա դուք որ ես ուսումնասիրել եք այսքան կտորը, որ այսօր լույս տվեցիք, ասեցիք սա այսպես է, եւ սա մեր սկիզբն է դուրս է գալիս, մենք նորից խնդրում ենք եբրայերենի նկատմամբ որևէ հայ գիտնական, որևէ մոտեցում ցույց տվելը մեզ կարող է միայն գրքից մի բան պատմել, որը մեզ հետաքրքիր է, մեր մասին է, կամ ընդհանուր ցավոք սրտի, ես շատ մեծ քանակությամբ գրականություն եմ ուսումնասիրել, հայ մատենագրության մեջ չկա որևէ մի աշխատանք թեկուզ մակերեսով, չկա գոյություն չունի, սկսած
ով ես խորին ասած այսպես ասենք, այսօր այն բոլոր նյութերը, որոնց ես այսպես տանից կարողացել եմ ձեռք գտնել, դրանք հրեական մշակույթի ուսումնասիրություններ են, թարգմանությամբ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, կամ իրենց հավաքների գրականություն։ Ուրեմն Ոչինչ հարցը ճիշտ էր դրված իմ կողմից, եւ ձեր բացատրությունը մասնավորապես Դավթի հետ կապված է Սողոմոն թագավորի այս երևույթը, որ անբացահայտ է մեզ համար, թե ինչու է այսպես, հարցերից հարց առաջացավ, եկեք վերջացնենք այսօր, որտեղ ժամանակը սպառվեց, շնորհակալություն ունենք, նորից կանդրադառնանք այդ հարցերին առաջիկա պատահարակի դեպքում։ Շնորհակալություն։ Հաճույքով։